հետևյալ եզրակացությունն եմ արել, որ արդարությունը եւ արդարադատությունը համապատասխանությունն է սահմանադրությանը եւ օրենքներին։ Բայց ինչ անել են դեպքում, երբ որ հենց սահմանադրությունը օրգանական կապ չունի իշխանության բարձրագույն աղբյուրի հետ։ Այս դեպքում ինչ էլ ուզում ես արա, այդ արդարության եւ արդարադատության զգացողությունը չի լինելու, որովհետեւ սահմանադրությունը պետք է լինի ժողովրդի կամքի, ազատ կամքի արտահայտում, իսկ մենք պետք է խոստովանենք, որ մենք այդպիսի սահմանադրություն չունենք եւ ցավոք երբեք չենք ունեցել, իսկ երբ որ այդ կամքի, այսինքն աղբյուրը, որտեղից դե յուրե բխում է արդարությունը եւ արդարադատությունը, խզում ունի ժողովրդի հետ, այդ մեխանիզմի գործարկումը երբեք չի կարող ընկալվել ժողովրդի կողմից որպես արդարություն եւ արդարադատություն։ Եվ ես ուզում եմ ասել, որ ես չեմ ասում որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, ես ասում եմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որտեղ ես ինքս էլ չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության եւ արդարադատության զգացում ինստիտուցիոնալ առումով, եւ սա ֆունդամենտալ խնդրեմ է, որը մենք պետք է լուծենք։